մյուս հարցերի Արցախայինի հետ կապված ժողովուրդ, դա մեր համայնքապետի, դա մեր թիմի, դա մեր ընկերների ցավոք կողմն է։ Իրականում, ովքեր այդ տարիներին, այդ օրերին եղել են Մասիս համայնքում, տեսել են ինչ աշխատանք է իրականացվում։ Ու դրա մասին մենք չենք բարձրաձայնել, մենք չենք խոսացել մի պարզ պատճառով, որովհետև դրա այդ աշխատանքի վրա ինչ-որ անուն ձեռք բերելը համարել ենք, որ լավ բան չի։ Եվ յուրաքանչյուրս մեր ներածին չափով Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ արել ենք անհնարին։ Որևիցե մեկը չի իմանա, որ ամիսուկես Համբարձումյան Դավիթի տեղակալի կաբինետում Արցախից ընտանիք է գիշերել։ Ամիսուկես մինչև նրա համար օթևան ճարենք։ Որևիցե մեկը չի իմանում, որ իմ աշխատասենյակում շուրջ 10 օր տարբեր ընտանիքներ են գիշերել, մինչև կարողանանք տեղաբարել։ Որևիցե մեկը չգիտի, կարծում եմ չկայացած մի քաղաքական, թե հասարակական, չգիտեմ ինչ գործի չկար, խոսել է այդ մասին եւ փոխել Դավիթ Համբարձումյանին սևացնել, ինքը երևի այդ օրերին տանից դուրս չէր եկել։ Շուրջ 2-300 ընտանիքի եւ ավել անձանց 3-4 ամիս տարբեր ընկերական շրջապատներին խնդրել ենք կամ իրենց աջակցություն ենք ուզել, որպեսզի նրանց օթևանների հարցը լուծենք։ Ամեն օր շուրջ 800-900 ընտանիքի տրվել է սնունդ, առավոտյան, ցերեկը, երեկոյան։ Դրանք փաստ են, դրանք տեսել են արցախցիները, ինչու չեն խոսացնում արցախցիներին։ Բայց Երևանում ինչ-որտեղ բնակվողը հանկարծ որոշում է, որ Դավիթ Համբարձումյանը, կարծեմ Սպասիոպա Սաֆարյան, եթե չեմ սխալվում, այդ հարցով սևացնել նրան։ Դա ուղղակի ծիծաղալու է։ Մենք արել ենք, անելու ենք եւ պետք է անենք։ Ավելին ասեմ, մենք ունենք մի շարք ծրագրեր Դավիթ Համբարձումյանի կողմից նախաձեռնած, որոնք պետք է նպաստեն, որ Արցախ հայության բարբառային կենտրոն պետք է ունենանք, արցախցիների հավաքման յուրաքանչյուր բնակավայրում կամ եթե յուրաքանչյուր բնակավայրում չկարողանանք, ապա գոնե մոտ բնակավայրում ունենանք արցախահայերի հավաքման կետ, որտեղ նրանք իրենց մտքերը եւ առօրյա փորձեն անցկացնել միասին եւ ամենակարևորը մենք պետք է ունենանք այնպիսի տեղեր, որտեղ պետք է զարգանա, ապրի, խոսվի Արցախի բարբառով, յուրաքանչյուր բնակավայրի բարբառով։